կուզեմ որ գնամ զինվոր, փող աշխատում, բան քույրիկներիս համար լիք նվերներ եմ։ Ու որ մեծացա մի հատ մեծ ավտո նվիրեմ իրենց։ Ես ուզում եմ աշխատեմ մամայիս փող տամ։ Գուրգենն ու նվերը արդեն պատրաստ են օգնել փոքր ինչ թեթևացնել մայրիկի հոգսը։ Ճիշտ է, առայժմ տան գործերում։ Վառարանն են վառում, տները կարգի բերում, ինքնուրույն դասերն են պատրաստում։ Արցախն էլ կարոտով են հիշում, չնայած վերջին հիշողությունները այդքան էլ լուսավոր չեն։ Հարազատ Սառնախբյուրում էին, երբ սկսվեցին սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները։ Մայրը գնացել էր շրջկենտրոն օգնություն ստանալու, շրջափակման ծանր օրերին բազմազավակ ընտանիքի կարիքները ինչ-որ կերպ հոգալու համար։ Եկանք, որ օգնությունը ստանանք, տենց հետո մեր հետևից կռիվը սկսվավ։ Երեխեքիս կողապետն է հանել վիրավորված, ես փոքրս մեր հարևան լավուրակա իր մոտ է իմ թողել, ինքը հանեց, ես փոքրից ոչինչ բան չի եղել, բայց 3 երեխուս, 2 տղուս, 1 էլ աղջիկս վիրավորվել էին։ Հետո եկանք Հևանտանոց Ստեփանակերտ, այնտեղ բուժեցին, ինչքան կարացին էլի, այնց հետո եկանք կառավարության շենքը, այդտեղ վայինի ավտո էր, հետո բուտկա կապած։ Այդ բուտկայով դուրս եկանք։ Էմման ընտանիքի հետ տեղահանվել է Ասկերանի շրջանի Սառնախբյուր գյուղից 2023 թվականի ռազմական գործողությունների հետևանքով։ Այսօր ապրում է Գյումրիում 4 անչափահաս երեխաների հետ միասին։ Մի կերպ է հասցնում մեծ ընտանիքի կարիքները հոգալ միայնակ բազմազավակ մայրը։ Տան վարձ, կոմունալ ծախսեր, սնունդ, հագուստ։ Մեկը չի հերիքում 40 վարձ եմ տալիս, 10 քանի եղելա որ 19 եմ լույս վճարել, եղելա 13, 15 գազ եմ վճարել, տարբեր էլի, եթե գազը թողում եմ ցելի սուտկա ամեն օր վառ պահում եմ, միջև փեդով օգնեին քաղաքապետարան փեդեր տվել։ Չի աշխատում Էմման, երեխայի խնամքով պայմանավորված դեռ աշխատել չի կարող։ Բռնի տեղահանվածների հատուկ խմբերի համար նախատեսված դրամական աջակցությունն է այս պահին այն եկամուտը, որով ծայրը ծայրին է հասցնում։ Գյումրիում շատ են օգնել, խոստովանում է Էմման, սննդով, փայտով, բայց երեխաների առողջական խնդիրներն էլ մի կողմից են անհանգստացնում։ Երեխեքս, որ վիրավորված են, ոտերին 7 հատ ասկուլկա էս մի ոտինա, մի քանի հատ էս մեկը, էմի տողումս ճակատնա, գլուխնա, ձեռնա, էսիկ շատ գիշերները չի քնի, ոտիս կբռնի լացի։ Ասել են, որ շատ ասկուլկեք են դառնում բանարել է, շատ է ասկուլկեք է, ասել են մի քիչ մեծանան նոր, դե բայց նեղում են երեխեքին։ Գորգենիսը, բայց էս մեկինը չէ, 2 տողումս են նեղում։ Ամուսինը զինծառայող էր, ռազմական գործողությունների ավարտից հետո երեխաներին այցելության եկավ հիվանդանոց, հետո գնաց, հուսմունքով է հիշում Էմման։ Ամուսինս որ կռիվը եղավ, ինքն էլ էր էլի ծառայող, չկա։ Հետո որ կռիվը եղավ, եկավ հիվանդանոց, երեխեքին տեսավ, մեզ տեսավ, վիրավորված երեխեքը ահավոր վիճակ է, ես մենակ սաթենիկս ահավոր էր, չէր կարում աչքերը բացել, բան։ Դրանից հետո բանը թողեց գնաց։ Միակույսը, որ որոշակի ապահովություն կտա միայնակ մորը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է, բնակապահովման ծրագրից օգտվելը, սակայն այստեղ էլ խնդիրները քիչ չեն։ Հայաստանի քաղաքացիության համար ես դիմում եմ տվել թղթիս համար, դե ես թղթի համար հələ պատասխան չկա, էլի ես թղթը սպասում եմ ԶԱԳՍ-ից որ վերցնեմ, տանեմ հասնեմ էտա։ Ես արդեն 3 ամիս է դիմումը տված եմ քաղաքացիության։ Մեր ձևով ազգային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ փաստաբաններ են միացել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության ստացման գործընթացին իրավախորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Արևիկը նրանցից մեկն է, հարյուրավոր անձանց գործերը այս պահին ուղղորդում։ Մի մասի դեպքում գործընթացը առաջ է գնում, սակայն բազմաթիվ խնդիրներ սովորական ընթացակարգից դուրս են։ Հասարակ քաղաքացիները դիմում են
փաստաթղթերի վերականգնման հարցով ՔԿԱԳ-ը ինչ որ մի բան այնպես չեն հասկանում, ինչ որ մի բան իրանք չեն իրանք հասկանում ու այստեղից խնդիրներ է առաջանում ու այդ process-ը ավելի է երկարում։ Եվ որպես այս խնդիրներից զերծ մնանք, որոշվեց, որ ընդհանուր համակարգվի այդ գործը արցախցիներին օգնություն ցուցաբերվի թե իրավախորհրդատվությամբ եւ թե հենց այդ փաստաթղթերի վերականգնման գործընթացում սկզբից մինչև վերջ։ Էման դիմել է հենց այդ գործընթացը սկսելու սկզբից։ Իր խնդիրը ինչու ներկայանում, որ ինքը ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չէր բերել տվյալները վերականգնելու համար մի երկու անգամ անձամբ ինքը իր ուժերով փորձել է որ վերականգնի, փորձել է ամուսնալուծության վկայական վերականգնել ամուսնության վկայական, որը որ իրան պետք չէր, քանի որ ինքը ամուսնալուծված է այս պարագայում, մենք արդեն սկսեցինք ամուսնալուծության փաստաթղթի վերականգնման process-ը, դրանից հետո իրան անհրաժեշտ էր ծննդյան վկայական, քանի որ ընդհանրապես իր հարազատներն էլ իրանց հետ որևէ փաստաթուղթ չէին բերել։ Դիմելով իրավախորհրդատվությանը որոշակի առաջընթաց ունեն այս պահին, իսկ ժամանակը Էմմայի սոցիալական վիճակի պարագայում չի ներում։ Ամեն օրն է կարևոր։ Շատ բարդ է իր սոցիալական վիճակը, ունի բնականի խնդիր, ունի աշխատանքի խնդիր, ստանում է պետության կողմից տրամադրվող այդ 30,000-ական աջակցությունները երեխաների ու իր համար վարձ վճարելը իր համար շատ դժվար է, դրա համար այդ նմանատիպ խնդիրներին մենք ավելի ուշադրություն ենք դարձնում, որպեսզի շատ շուտ այդ հարցերը լուծվի, քաղաքացիություն ստանան, որպեսզի իրանք կարողանան օգտվել այդ բնակարանային ծրագրերից, գոնե բնականի հարցով ապահովեն, որպեսզի այդ վարձավճարը տալու խնդիր չունենան։ Էմմայի պատմությունը եզակի չէ, վստահեցնում է Արևիկը։ Այս դեպքում փաստաբանի խնդիրը գործընթացը հնարավորինս արագացնելն է։ Այս պահը իմ համար կարևորն է, որ դիմումս մերժված չկա, այդ թղթի պատճառով միջև այդ թղթը տանեմ հանձնեմ։ Ազնագերս այդ քաղաքացիությունը ստանամ, տունը առնեմ, չեմ կարող քանեմ ես վարձո մնամ։ Սեփական տանիք ունենալը կթեթևացնի բազմազավակ մոր հոգսը, իսկ հարմար աշխատանք գտնելով կկարողանա երեխաներին ապահովել արժանապատիվ կյանքով։ Աշխատելը կաշխատեմ, որ ես իմ սեփականս ունենամ, կողից էլ կաշխատեմ 50,000, ես նպաստ կստանամ 50,000-ով, ես չեմ կարող, եթե սեփական տունս ունենամ, ես չեմ կարող 50,000-ով երեխա պահեմ։ Ճիշտ ասած տարբերություն չկա, բայց մեր որոշումը երեխեքներ ասում, մամա արդեն ստե լավ է, հարմարվել ենք, ընկերներ ունենք, տունը ստեից առնենք։ Երեխեքի սրտով սեփական որ հողատարածքանալի մշակենք։ Իսկ մոր թիկունքը ամուր է, Նվերն ու Գուրգենը արդեն ապագան են ծրագրում։ Ես ուզում եմ զինվոր դառնամ, որ գնամ Ղարաբաղ պաշտպանեմ։